Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին անդրադարձել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության ղեկավարի սպանությանը։ Նա հայտարարել է, որ այդ քայլը կապված է ԱՄՆ-ի և Իսրայելի ձախողումների հետ։ Խամենեիի խոսքով Վաշինգտոնն ու Թել Ավիվը պարտություն են կրել իրանական ազգին պարտադրված պատերազմում և չեն կարողացել իրականացնել իրենց ծրագրերը։ Նրա համոզմամբ այդ միջադեպը որևէ կերպ չի ազդի երկրի զինված ուժերի վրա և չի թուլացնի Իրանի պաշտպանական կարողությունները։ Մինչ Թեհրանում նման հայտարարություններ են հնչում, Վաշինգտոնից հնչում են կոշտ նախազգուշացումներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը կարող է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացվել և այդ գիշերը կարող է լինել նույնիսկ այսօր։ Թրամփը նաև նշել է, որ եթե հայտարարվի հրադադար, Իրանի ժողովուրդը պետք է ապստամբի երկրի կառավարության դեմ։ Նշեմ, որ Իրանի պետական իրնագործակալությունը հայտնել է, որ Թեհրանը մերժել է հրադադարի առաջարկը և հայտարարել, որ անհրաժեշտ է ոչ թե ժամանակավոր հրադադար, այլ պատերազմի անժամկետ դադարեցում։ Գործակալության փոխանցմամբ Իրանը իր 10 կետից բաղկացած պատասխանը ամերիկյան կողմին փոխանցել է Պակիստանի միջոցով։ Արձագանքելով այդ մերժմանը Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է Իրանի կառավարությունից։ Նա զգուշացրել է, որ Թեհրանը դրա համար մեծ գին է վճարելու։ Նա նաև ընդգծել է, որ Իրանի հետ համաձայնության հասնելու վերջնաժամկետը շարունակում է մնալ ապրիլի 7-ը, այսինքն այսօր։ Իրանցիներն ասում են, խնդրում ենք շարունակեք ռմբակոծել։ Այս մարդիկ ապրում են այնտեղ, որտեղ ռումբերն են պայթում։ ԱՄՆ նախկին նախագահ Բարակ Օբաման պետք է Իրաքը ընտրեր որպես ընկեր, այլ ոչ թե Իրանը։ Կարծում եմ քրդական ուժերը պետք է հեռու մնան այս ամենից։ Հորմուզի նեղուցի վերաբացումը մեծ առաջնահերթություն է։ Միգուցե մենք գումար գանձենք այնտեղ անցնող նավերից, ոչ թե իրանցիները։ Երբ ես ավարտեմ այս գործողությունը, կարող եմ գնալ Վենեսուելա, արագ սովորել իսպաներեն և առաջադրվել նախագահի պաշտոնում։ Աստված աջակցում է Միացյալ Նահանգներին։ Հարավային Կորեան մեզ չօգնեց, Ավստրալիան մեզ չօգնեց, Ճապոնիան մեզ չօգնեց։ Մենք ունենք 50,000 զինվոր Ճապոնիայում, 45,000 Հարավային Կորեայում, որպեսզի պաշտպանենք նրանց Կիմ Չեն Ընից, որի հետ ես շատ լավ եմ շփվում։ ՆԱՏՕ-ն թղթե վագր է։ Պուտինը չի վախենում ՆԱՏՕ-ից, նա վախենում է մեզանից, շատ է վախենում մեզանից։ Նա ինձ բազմիցս ասել է դա։ Ես նրան շատ լավ եմ ճանաչում։ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի մեկնարկից 5 շաբաթ անց Պարսից ծոցի տարածաշրջանում հակամարտությունը մտնում է նոր և ավելի վտանգավոր փուլ։ Ռազմական հարվածների թիրախում արդեն հայտնվում են ոչ միայն ռազմական և էներգետիկ օբյեկտներ, այլև կենսական նշանակության ջրային ենթակառուցվածքները։ Փորձագետները զգուշացնում են, ջուրը սկսում է վերածվել ոչ միայն կենսական ռեսուրսի, այլ նաև պատերազմի նոր գործիքի։ Ինչ հետևանքներ կարող են ունենալ ջրային ենթակառուցվածքների վրա հարվածները և աշխարհը կանգնած է արդյոք ջրային պատերազմի շեմին, ռեպորտաժում։ Պարսից ծոցի ավելի քան 100 միլիոն բնակչությանը ծարավ մնալու վտանգն է սպառնում։ Ամերիկա-Իրան պատերազմը նոր տրամաբանություն ստացավ, երբ ռումբերի հարվածները սկսեցին ոչնչացնել աղազերծման կայանները, որոնք ծովի աղի ջուրը խմելու համար պիտանի էին դարձնում։ Օրեր առաջ Իրանի Պարսից ծոցի Ղերշմ կղզում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով ոչնչացվել է ջրի աղազերծման գործարանը, ինչի հետևանքով կղզին փաստացի զրկվել է խմելու ջրից, կանգնելով հումանիտար լուրջ ճգնաժամի առջև։ Ջրային ենթակառուցվածքի պաշտպանությունը ամրագրված է միջազգային իրավունքում, Ժնևյան կոնվենցիաների 54-րդ հոդվածն ուղղակիորեն արգելում է հարձակումները խմելու ջրի կայանների վրա, դրանք համարելով խաղաղ բնակչության գոյության համար անփոխարինելի։ Բայց կա մի ծանր հակասություն, այս կանոնն ուժ ունի միայն այն երկրների համար, որոնք ստորագրել և վավերացրել են արձանագրությունը։ Պատերազմի բոլոր 3 կողմերը՝ Միացյալ Նահանգները, Իսրայելը ու Իրանը դա չեն արել։ Այսինքն օրենքը կա, որը սակայն այս պատերազմի վրա չի տարածվում։ Պատերազմը ինքնին ահավոր երևույթ է և պատերազմի ժամանակ ոչ մի կոնվենցիաներ չեն աշխատում։
Ծոցի 6 երկրները Բահրեյն, Քուվեյթ, Օման, Քաթար, Սաուդյան Արաբիա եւ Արաբական Միացյալ Էմիրությունները աղազերծման տեխնոլոգիայի շնորհիվ ջուր են ապահովում 62 միլիոն մարդու համար։ Ամբողջ մերձավոր արևելքում կա մոտ 5000 աղազերծման կայան, որոնցից ավելի քան 400-ը ծոցի շրջանում։ Առանց այս ենթակառուցվածքի մոտ 100 միլիոն մարդ կզրկվի ջրից։ Մերձավոր արևելքում, որտեղ բնական քաղցրահամ ջրի պաշարները սահմանափակ են, աղազերծման գործարանները կենսական նշանակություն ունեն։ Դրանց թիրախավորումը պատերազմի ժամանակ դառնում է ոչ պակաս ազդեցիկ գործիք, քան էներգետիկ կամ ռազմական ենթակառուցվածքների խոցումը։ Վերջը ժողովուրդն է տուժում։ Ջրի գինը կբարձրանա, ջրի որակը կարող է փոխվել վատ իմաստով, քանակային կարող է կորուստներ ունենանք։ Փորձագետները նշում են, ջրի ենթակառուցվածքների վնասումը կարող է ավելի ծանր հետևանքներ ունենալ, քան անգամ անմիջական ռազմական հարվածները։ Ջրի բացակայությունը կաթվածահար է անում բնակչության առօրյան առողջապահությունը, տնտեսությունը եւ արագ վերածվում է հումանիտար աղետի։ Այս մասին անգամ Էրդողանն է խոսել իր ելույթում ու նշել, որ առաջիկայում ջուրը կարող է դառնալ հակամարտությունների հիմնական պատճառ, ինչպես նախկինում նավթն էր։ Այս համատեքստում նա ընդգծել է, որ Թուրքիան պետք է զգուշությամբ կառավարի իր ջրային պաշարները։ Մի դարում, երբ ուժերի մրցակցությունը սրվում է բոլոր ոլորտներում, ամենառազմավարական եւ արժեքավոր ռեսուրսը, ինչպես նաեւ արդարադատության եւ էներգիայի հիմնական բաղադրիչը ջուրն է։ Անցյալ դարում նավթի եւ ածխածնային վառելիքների համար տեղի ունեցած պայքարը առաջիկա ժամանակահատվածում կտեղափոխվի ջրի ոլորտ։ Մեր շուրջ տեղի ունեցող թեժ հակամարտություններին նայելով արդեն կարող ենք տեսնել դրա նշանները։ Ջրի ռազմականացումը նոր երևույթ չէ, բայց նոր ծավալ ու արագություն է ստացել։ 2024-ին ամբողջ աշխարհում ջրամատակարարման ռեսուրսների խափանման 420 դեպք է արձանագրվել, ինչը 2022-ի համեմատ 78%-ով ավելի է։ 2000 թվականին նույն ցուցանիշը 24 էր։ Ռազմական տրամաբանությամբ ջրի կայան վնասելը ավելի ճշգրիտ թիրախ է, քան նավթատարը։ Այն ավելի արագ է ազդում բնակչության վրա, ավելի դժվար է վերականգնել եւ ամենակարևորը, ավելի մեծ ճնշում է ստեղծում հակառակ կողմի վրա։ Միշտ է եղել ռազմավարական ռեսուրս։ Միշտ։ Երբեք չի եղել, որ ջուրը չլինի ռազմավարական ռեսուրս։ Դա ռեսուրս է, որի համար պատերազմներ են գնում։ Եվ հայտնի չի, այս պատերազմները ջրի նկատմամբ ինչ ոտնձգություն ունեն, ինչ նպատակներ ունեն։ Դեռ 1995 թվականին միջազգային կոնգրեսում, որը Իսֆահանում հնչեց այդ նախադասությունը, որ հետևյալ ամբողջ պատերազմները լինելու են ջրի համար։ Ջրի խնդիրը շատ լուրջ է ամբողջ աշխարհում։ Ըստ Համաշխարհային ռեսուրսների ինստիտուտի արդեն այսօր Մերձավոր Արևելքի բնակչության 83%-ը ապրում է ջրի ծայրահեղ պակասի պայմաններում։ 2050-ին այդ ցուցանիշը կմոտենա 100%-ի։ Ըստ ջրային զարգացման համաշխարհային զեկույցի 2050 թվականին 6 միլիարդ մարդ կտուժի մաքուր ջրի պակասից։ Երբ որ ոչնչացվում են ենթակառուցվածքները, լինի ջրի, լինի հոսանքի, լինի ջեռուցման, ինչի էլ որ լինի, բնականաբար ստեղծվում են դժվար պայմաններ մարդկանց համար, բնակչության համար, երկրների համար։ Ջրի ահռելի ռազմավարական կարևորությունն արդեն ծոցի երկրներին ստիպել է վերանայել իրենց անվտանգային ռազմավարությունը։ Աբու Դաբին ստեղծում է ստորգետնյա ջրային ռեզերվ, որը կարող է երկրին ապահովել 90 օրվա ջրով։ Քաթարը 2025-ի հոկտեմբերին ջրային նոր օրենք ընդունեց, որն արգելում է ստորերկրյա ջրերի անվերահսկելի օգտագործումը։ Եթե մինչև այժմ պատերազմները հիմնականում կենտրոնանում էին տարածքների եւ էներգակիրների շուրջ, ապա այսօր ջուրը դառնում է ճնշման, վերահսկման եւ նույնիսկ գոյատևման հիմնական գործոն։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանում է։ Նա հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Մատեղասուլիսի ընթացքում Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հարավային Կովկասում ձևավորվել է բոլորովին նոր վիճակ եւ Հարավային Կովկասում գտնվող երկրները չպետք է բաց թողնեն այդ հնարավորությունը։ Ցավոք այսօր աշխարհի տարբեր մասերում խաթարվում է խաղաղությունը, անվտանգությունը, հանգստությունը եւ կայունությունը, ինչը հանգեցնում է արյունալի բախումների, պատերազմների, տառապանքների եւ կորուստների։ Նմանատիպ վիճակ ժամանակին գոյություն ուներ նաև Հարավային Կովկասում։ Սակայն այսօր Հարավային Կովկասն արդեն վերածվում է խաղաղության, հանգստության, անվտանգության եւ գործակցության տարածքի։
Վրաստանի վարչապետ Իրաքլի Կոբախիձեն էլ հայտարարել է, որ աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Կոբախիձեն շեշտել է, որ Ադրբեջանը միշտ աջակցել է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Ազգային ժողովում այսօր արտահերթ նիստ է գումարվելու։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ներկայացնելու է ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու նախագիծ, որով առաջարկվում է արգելել դաշինքների եւ կուսակցությունների անվանումներում ազնանունների օգտագործումը։ Հայաստանում քաղաքական ուժերը ակտիվ պատրաստվում են գալիք խորհրդարանական ընտրությանը։ Իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն արդեն հրապարակել է իր ընտրական ցուցակը, որի առաջին տեղում շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանը։ Իշխող ուժի քարոզչության հիմնական ուղերձը խաղաղություն կամ պատերազմ ընտրությունն է։ Սա դարձել է իշխող ուժի նախընտրական քարոզչության հիմնական գործիքը։ Հենց այս փուլում Հայաստանի ինֆորմացիոն դաշտը լցվում է էմոցիոնալ գովազդներով, որտեղ ընտրողին ներկայացվում է պարզ, բայց վտանգավոր ընտրություն։ Ինչպես են նախընտրական գովազդները ազդում ընտրողների վրա, թեման ուսումնասիրել է Սեդա Մակարյանը։ Պատերազմ կամ խաղաղություն։ Հայ հասարակությունն իսկապես երկընտրանքի առաջ է, թե հերթական տեղեկատվական պատերազմում զոհի կարգավիճակում է հայտնվել։ Հայաստանի տեղեկատվական դաշտում նախընտրական շրջանում ակտիվանում են այսպես կոչված էմոցիոնալ քարոզչական գովազդները։ Սա դրանցից մեկն է, որտեղ իշխող քաղաքական ուժը ներկայացված է որպես խաղաղություն, իսկ ընդդիմադիր 3 քաղաքական ուժերի առաջնորդները որպես պատերազմ բերողներ։ Այս ընտրությունները յուրահատուկ են լինելու այնքանով, որ գիտակցությունը ունենալու է շատ քիչ մասնակցություն այս ընտրություններին, մարդիկ ընտրելու են որպես այսպես ապոկալիպտիկ ընտրություններ են լինելու։ Տեսանյութում կիրառված է դասական հակադրության մեթոդը, պնդում են մասնագետները։ Մի կողմում լուսավոր ֆոն է, մեղմ պատկեր, խաղաղության ուղերձ, մյուսում մուգ գույներ, լարված դեմքեր։ Մասնագետների խոսքով կեղծ երկընտրանքի մանիպուլյացիա է, երբ ստեղծված իրավիճակից միայն մեկ ելք է ներկայացվում։ Սա իր հերթին ազդում է մարդու ենթագիտակցության վրա։ Բոլոր կողմերը ունեն իրենց ծայրահեղ թեզերը, որոնք բացահայտ ազդում են միայն զգացմունքների վրա, կան դրական թեզեր էլ, որոնք ազդում են ոչ միայն բացասական, երբ որ մարդկանց առաջարկվում են ինչ-որ ոսկու սարեր, որոնք նույնպես բացարձակ զգացմունքային են, օրինակ տնտեսական ծրագրերի մի մասը, որ կարդում ես ինչ-որ տարբեր վերելակներում եւ այլն, իրենք ակնհայտ իրականության հետ ոչ մի կապ չունեն։ Այսպիսի բովանդակությունը տեղեկատվական ազդեցության գործիք է, որը կարող է նպաստել հասարակության բևեռացմանը։ Եթե այն կիրառվում է համակարգված եւ լայնածավալ, ապա արդեն դիտարկվում է նաեւ հիբրիդային ազդեցության համատեքստում։ Գերադասելի է նայել ծրագրերը, փորձել դրանք գնահատել ինքնուրույն։ Այս տարի մենք ունենք լավ տարբերակ նաեւ, եթե մարդ գլուխ չի անում օրինակ տնտեսությունից, վերցրեք կուսակցությունների ծրագրերը վերբեռնեք արհեստական բանականություն, ChatGPT-ը, Gemini-ը, նայած որն եք օգտագործում, եւ խնդրեք, որպեսզի այն վերլուծի։ Իրականում ավելի երջանիկ Հայաստանում մենք կունենայինք վերլուծաբանների, փորձագետների բանակ, որը դա կանեին, բայց ցավոք սրտի այսօրվա դրությամբ ռեալ փորձագետներին կարելի է մատով հաշվել։ Իրավապաշտպանները եւս մտահոգված են նման երևույթներով։ Նրանց խոսքով նման գովազդները կարող են պարունակել իրավական խախտման տարրեր, մասնավորապես ընտրողների վրա հոգեբանական ճնշման, մանիպուլյացիայի եւ հավասար մրցակցության սկզբունքի խախտման տեսանկյունից։ Խաղաղության եւ պատերազմի թեմայի բարձրացումը համարում եմ շանտաժային մթնոլորտի ձևավորում։ Ընտրությունները պետք է անցկացվեն ազատ արդար միջավայրում։ Երբ ընտրողին ներկայացվում է կեղծ ընտրություն, վախի եւ սպառնալիքի միջոցով, դա արդեն դուրս է ազնիվ քարոզչության սահմաններից եւ կարող է գնահատվել որպես ընտրական գործընթացի վրա ոչ պատշաճ ազդեցություն։ Մասնագետները խորհուրդ են տալիս նման բովանդակության դեպքում պահպանել քննադատական մտածողությունն ու փորձել տարբերակել տեղեկատվությունը մանիպուլյացիայից։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Իսկ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրես կուսակցությունը, որը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ պատրաստ է միանալ Ուժեղ Հայաստան կուսակցությանը, երեկ որոշել է առանձին մասնակցել ազգային ժողովի ընտրությանը։
Հայ ազգային կոնգրեսը բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրեց Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժեղ Հայաստանի հետ գալիք ընտրություններում ազգակործան ռեժիմի դեմ մեծ դաշինք ստեղծելու նպատակով։ Դրսևորել ենք առավելագույն ճկունություն, դաշինքի ստեղծման համար որևէ նախապայման չդնելով։ Մեզանից անկախ պատճառներով այդ դաշինքը չկայացավ, հետևաբար Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի ընտրություններին առանձին։ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը որոշել է չմասնակցել հունիսի 7-ին կայանալիք ընտրությանը ոչ որևէ կուսակցության, ոչ էլ դաշինքի կազմում։ Այս փուլում բոլորը ներկայացնում են իրենց տեսլականները, ելնելով իրենց ընկալած խնդիրներից։ Ես իմ տեսլականը իմ իսկ թիմով եւ ռեսուրսներով իրագործելու հնարավորություն չունեմ, իսկ խնդիրները լուծելու իմ պատկերացումներին համապատասխանող այլընտրանքային բանաձև այս պահին չեմ տեսնում։ Սա չի նշանակում, թե ես եմ ճիշտ, իսկ մյուսները սխալ։ Սա պարզապես վկայում է այն մասին, որ հարցերի եւ դրանց լուծումների շուրջ կան տարբեր ընկալումներ եւ մոտեցումներ։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում իմ ընդդիմադիր գործընկերներին եւ նրանց առաջարկներին, թող որ հաջողեն։ Անկախության մեր ճանապարհը ֆիլմի հեղինակ Տիգրան Պասկևիչյանը բաց նամակով դիմել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին, առաջարկելով Անկախության մեր ճանապարհը ֆիլմը տեղադրել հանրայինի YouTube-ի ալիքում։ Նշեմ, որ օրեր առաջ Պասկևիչյանը պնդում էր, որ հանրայինն արգելել է ֆիլմի ցուցադրությունը։ Որպես ֆիլմի հեղինակ ուզում եմ իմանալ, ուր հասան քննարկումները եւ երբ անկախության մեր ճանապարհը հասանելի կլինի հանրությանը։ Պայմանավորված հանրային անխոհեմ հայցով եւ դատարանի վճռով հանրության մեջ աճել է հետաքրքրությունը։ Բազմաթիվ մարդիկ, կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ Հայաստանից եւ Սփյուռքից ուզում են տեսնել Անկախության մեր ճանապարհը ֆիլմը եւ դիմում են ինձ։ Հայտնված լինելով ոչ օրդինար իրավիճակում, ես չեմ կարողանում սպառիչ պատասխան տալ։ Ուստի առաջարկում եմ հնարավորինս շուտ քննարկել ֆիլմը հասանելի դարձնելու տարբերակները եւ հանգուցալուծել հանրայինին ամենևին պատիվ չբերող այս թնջուկը, հատկապես որ նույն գրառման մեջ ձեր բերած փաստարկները չափազանց թույլ են եւ չեն հերքում գրաքննության կամ քաղաքական պատճառներով արգելելու կանխավարկածները։ Ձեր եւ իմ գործը դյուրացնելու համար առաջարկում եմ ֆիլմը տեղադրել հանրայինի YouTube ալիքում։ Հավատացեք, դա կլինի խնդրի լուծման ամենակարճ եւ արդյունավետ ճանապարհը։ Այս թեմայով ռեպորտաժը կարող եք դիտել YouTube-ի մեր ալիքում։ Վերակենդանացման բաժանմունքում 3 օր մնալուց հետո Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով 2 ամսով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանին 3 տեղափոխել են հիվանդասենյակ։ Դավիթ Մինասյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը մեծ հետ զրույցում նշել է, որ նրա առողջական վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։ Առավոտյան տեղափոխվել է պալատ վերակենդանացման բաժանմունքից, բայց ամեն դեպքում վիճակը իմ գնահատմամբ լավ չէր, որովհետև ուներ գանգատներ, ցավեր, չէր կարողանում տեղաշարժվել, չէր կարողանում նստել, կանգնել, որովհետև շատ ուժեղ գլխացավեր ուներ, թեպետ որ ցավազրկողները նաև ստացել էր, բայց այդ խնդիրը կար։ Լրացուցիչ նաև ուղղորդող այլ խնդիրներ կան, որոնք որ ուղղակի հիմա բժշկական գաղտնիքից ելնելով չեմ բարձրաձայնում։ Չունի խնամակալ, որի անհրաժեշտությունը առավել քան կա, որովհետև ստացվում է, որ ես մյուս պաշտպանը մենք ենք կերակրելու եւ այլն, տարբեր հարցեր ա լինում, որովհետև անշարժ վիճակում է հիմա ինքը։ Այսինքն իր մայրը չի կարողանում, իր մոտ լինել։ Թույլ է, շատ թույլ է, հիմա այսօր Էրբակյանն է գնացել փոքրելա մի փոքր գոնե կերակրի, իր մոտ սահմանափակում է, ծնողն էլ չի կարող իր մոտ ներս մտնի, խնամակալ չունի փաստացի սպայն։ Դատախազության դիմաց կրկին բողոքի ակցիա են անցկացրել Դավիթ Մինասյանի դասընկերները իրենց ծնողների հետ։ Նրանք նամակ են հանձնել գլխավոր դատախազին, խնդրելով վերանայել Դավիթի կալանավորման որոշումը։ Դիմում ենք ձեզ մեծ ցավով եւ անհանգստությամբ։ Ծաղկազարդի տոնին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է եւ այս պահին նա գտնվում է հիվանդանոց։ Նրա կյանքը եւ առողջությունը իրական վտանգի մեջ են եւ բժիշկների մշտական հսկողության կարիք ունեն։ Այս իրավիճակում նրա նկատմամբ կիրառված կալանքը մարդկային տեսանկյունից դառնում է ծայրահեղ ծանր եւ անհանգստաչափ միջոց։ Խնդրում ենք վերանայել նրա նկատմամբ կիրառված կալանքի միջոցը եւ նպաստել նրա ազատ արձակմանը։
հաշվի առնելով նրա ծանր առողջական վիճակը եւ ապահովելով արդարության եւ իրավականության սկզբունքների պահպանումը։ Այնտեղ պատասխանեցին, որ 30 օրվա ընթացքում դիմումը կնայեն եւ կպատասխանեն, ակնկալիք ունենք մեր ընկերոջ առողջական վիճակից ելնելով ավելի շուտապույտ այդ դիմումին նայեն, պատասխանեն, քանի որ մեզ հայտնի է, որ մեր ընկերը գտնվում է Նայիրի բժշկական կենտրոնի ռեանիմացիայում եւ մեր համար շատ կարեւոր է նրա առողջական վիճակը եւ հույս ունենք, որ ինչքան հնարավոր շուտ պատասխան կստանանք։ Դավիթի գործի շուրջ սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումները ստիպել են արձագանքել մարդու իրավունքների պաշտպանին։ ՄԻՊ-ը ընդգծել է, որ սոցիալական ցանցերում արված գրառումները չեն կարող պաշտոնական բողոք համարվել, իսկ կալանքը կիրառվել է դատարանի որոշմամբ եւ պաշտպանը իրավասու չէ միջամտելու դատական գործընթացներին։ Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, ներառյալ իշխանությունների գործունեության վերաբերյալ քննադատական դիրքորոշում ներկայացնելու իրավունքը։ Պաշտպանը պահանջում է իրավասու մարմիններից ցանկացած գործողություն իրականացնելիս պահպանել իրավաչափության սկզբունքը, զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից, երաշխավորել քաղաքացիների բոլոր իրավունքների պատշաճ իրացումն ու պաշտպանությունը։ Այս առումով պաշտպանը շարունակելու է հետևել իրավիճակին քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով։ Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է արձանագրել նաև հանրային խոսույթում ատելության եւ անհանդուրժողականության դրսևորումների տարածման մտահոգիչ միտումը։ Այս համատեքստում պաշտպանը կոչ է անում զերծ մնալ իրավիճակը սրող ատելություն կամ բռնություն հրահրող արտահայտություններից, հաշվի առնելով դրանց վտանգավոր ազդեցությունը հասարակական համերաշխության վրա։ Հայաստանում ատելության խոսքն ունի մտահոգիչ ծավալներ եւ օգտագործվում է գրեթե ամենօրյա ռեժիմով։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում է անձրև։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է 16-ից 18, իսկ երեկոյան 4-ից 6 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abc.media.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 12-ին է։ Կհանդիպենք։